Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 1։ Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, պիտի ծագի արդարության արեգակը։ Մաղաքիա 4:2 խոսք։ Այս շնորհալի խոսքը, որ կատարվեց մեր փառահեղ Տիրոջ առաջին գալստյան ժամանակ և որն ավելի լիարժեք կկատարվի նրա երկրորդ գալստյան ժամանակ, նախատեսված է նաև ամենօրյա կիրառման համար։ Թանկագին բարեկամ, մթության մեջ ես հայտնվել, գիշերը գնալով ավելի խիտ խավարի է վերածվում, մի հուսահատվիր, արևը դեռ պիտի ծագի, երբ գիշերը խորանում է, լուսաբացն ավելի է մոտենում։ Այն արևը, որ պիտի ծագի, սովորական արև չէ, դա վեհ արևն է, արդարության արևը, որի ամեն մի շողը սրբություն է։ Նա, ով գալիս է մեզ մխիթարելու, գալիս է արդարության և ողորմության ճանապարհով, չխախտելով որևէ օրենք, նույնիսկ մեզ փրկելու համար։ Տեր Հիսուսը նույնքան բացահայտում է Աստծո սրբությունը, որքան նրա սերը։ Մեր ազատագրումը, երբ նա գա, անվտանգ կլինի, քանզի այն արդար է։ Մեր միակ հարցը պետք է լինի. արդյոք մենք վախենում ենք Տիրոջ անունից։ Արդյոք մենք պատվում ենք կենդանի Աստծուն և քայլում նրա ճանապարհներով։ Այդ ժամանակ գիշերը մեզ համար կարճ կլինի, և երբ առավոտը գա, մեր հոգիների բոլոր հիվանդություններն ու վշտերը ընդմիշտ կանհետանան։ Կգան լույսը, ջերմությունը, ուրախությունը և տեսողության պարզությունը, որին կհաջորդի բոլոր հիվանդություններից ու վշտերից ապաքինումը։ Տեր Հիսուսը ծագել է մեզ վրա, ուրեմն եկեք մնանք նրա լույսի մեջ։ Թաքցրել է իր երեսը, ուրեմն եկեք համբերատար սպասենք, մինչև նորից ծագի, քանզի նա անպայման պիտի ծագի արեգակի պես։